13 միլիարդ փող ենք տալի գիտությանը։ 13 միլիարդ, որից 1.5 միլիարդ թեմա։ 11 միլիարդ տալիս ենք, ասենք գիտությունը ազգային ակադեմիային չի։ Զեմլյակների սկզբունքով ակադեմիկոս են իրար ընտրում։ Ոչ ցիցիռումսունը, ոչ հոդվածուն են կարևորագույն բաներում։ Սկսած ամենակարևոր ակադեմիկներից։ Ես չեմ ասում այնտեղ 1-2 բացառություններ կան։ Սա մի ձև է հնանաճացնելու։ Հնանաճացնելու հաջորդ ձևը։ Վերցրեք այս ծախսերը, այս ստից ծախսերը մի կեք չանենք, անդադ անում ենք ու անդադ դոփում ենք տեղում։ Առնվազն 100 միլիարդ դրամ դրեք, ստեղծեք ֆոնդ, սկսեք մի քանի խոշոր պրոյեկտներ, ասելով որ պետությունը 100 միլիարդը դնում է, 20-25%-ն ինքը մտնում է, բայց սկսում եք մի քանի խոշոր պրոյեկտներ, բիզնես պրոյեկտներ, կոմունիկացիոն պրոյեկտներ, չգիտեմ, թունելն է մեղրու, չգիտեմ, շինարարությունն է բանի նոյեմբերյանի հատվածում թունելի եւ այլն։ Ասեք, մենք դնում ենք 20%, 80%-ը սկսեք IPO-ներ վաճառել։ Վաճառել փայր ամբողջ Սփյուռքով մեկ, ոչ թե ձեր այդ Հայաստան հիմնադրամը, որը բարեգործություն է, ու մենակ վերաբերվում է խոշորներին։ Հայաստանը պետք է սարքի հայ ժողովուրդը, ոչ թե մի խումբ խոշորներ, նրանց ուժը չի պատի, նրանց ինտելեկտը չի պատի, նրանց ջեբի փողն չի երիքի։ Դուք թուրք եք տալիս այդ ժողովրդին իրար գա, այս մոտեցմամբ։ Վերցնեմ մեկ այլ մոտեցում։ Ես ես բազմից խորհուրդ եմ տվել։ Ձեզ ոչ չպետք է հետաքրքրի կենտրոնական բանկը շահույթ ունի թե չէ։ Ասում եք այս տարի 25, մյուս տարի 50 բարձրանում եք մինչև 75-80 միլիարդ։ Կբերես բյուջեի 10%-ը կտաս ոնց ուզում ես տուր։ Գնաս շահույթ ունեց, դուք չեք թույլ տալիս, որպեսզի կենտրոնական բանկը պատասխանատու շուկայական գործիքներով աշխատի։ Վերցրեք 9 ամսվա բանկերի բալանսը։ Վերցրեք վարկավորման ծավալները շուտ 3 տրիլիոն դրամը եւ տեսեք այդ փողերը ով է տալիս։ Կենտրոնական բանկը ունի եկամուտներ առաջին Դրամի զանգվածն անդադ աճում է, ունի սենյորաժ, կենտրոնական բանկը ունի անդադ միջբանկային վայր կոմերցիոն բանկերի։ Փարքասու կամ Շաքերթով որ ասած փարքասու կոմերցիոն բանկերի վարկերի մեջ աստիճանաբար պակասում է դեպոզիտների տեսակակցի ժողովուրդը էլ փող չունի։ Անդադ կենտրոնական բանկն օգնում է։ Մեզ չպետք է հետաքրքրի թե կենտրոնական բանկում բարձր աշխատավարձ պետք է լինի։ Մենք պետք է ասենք սա այն հարկն է, որ ձեր վրա դրվում է։ Դրանից ավել ունեցեք, ձեր աշխատավարձը բարձրացրեք։ Մենք պետք է նույնիսկ բյուջեի ծախսերը որ մտցնում ենք, մրցակցություն մտցնենք այդ ծախսերի մեջ, հասկանում եք։ Դրանք կարևոր են։ Սա ճիշտ, այսպես ասեմ, լիբերալ, ոնց ասեմ, ոնց որ դաս լինի։ Այսա լիբերալ դասը սա է ասում։ Դուք այսօր գործում եք ծախսերի մասով ամենավատ սոցիալիստից են վատ։ Այսպես են գնում։ Դուք շանս չեք տալիս տնտեսությունը աճեցնելու։ Եվ վերջապես իհարկե մյուս խնդիրները բարելավեք ներդրումների միջավայրը, այո, հիմնական կապիտալի վրա կատարված ծախսերը բացարձակապես ասատեք հարկերից, մարդը կապիտալ է ստեղծում մեր երկրում։ Բերեմ ձեզ մեկ այլ օրինակ, որը թույլ է տալիս անմիջապես փոխել պատկերը։ Ես չեմ ասում ավելորդ փող դրեք։ Ես երբեք չեմ եկել այս անդոնումը, չեմ ասում այս ոլորտը պակաս է, մեկի լոբինգն անեմ կամ բան, դա այդ հարցերը ինձ համար գոյություն չունեն։ Մենք այստեղ քննարկում ենք սահմանամերձ բնակավայրերի հարցը։ Մի 7-8 օրենք էր։ Մի 2-3 հասկացա, մյուսները լավ էլ չհասկացա։ Արտոնություն եք տալի թե հակառակն է։ Օրինակ շրջանառության հարկը չի հասկանում։ Որովհետև հետո երբ որ բացատրում են ինչ պետք է փաստարկ խտավորվի, ավելի լավ է այդ 1%-ի համար դա չարվեր։ Հասկանում եք։ Բայց ձեզ ինչ նախանգարում այսօր որ հայտարարեք եկամտարկի շահութարկի 50%-ը մնում է տեղերին։ Մարդը ծնվել է Չինարիում, ապրում է Երևանում, կապ չունի, ապրում է աշխատում է ազգային ժողովում։ Իր փողը 50% փոխանցվում է այնտեղ, եթե գրանցված է այնտեղ, եթե ծնվել է այնտեղ, այդ արդեն որոշելու հարց է։ Դուք փող եք տալիս բյուջեին, որոշ տեղեր դա չի հասնի, բայց մեկը դուք հիմա համահարտեսման ձեռք զբաղված։ Որոշ տեղեր շատ կլինի Երևանի բյուջեն։ Երևանին էլ բյուջետային շատ գործառույթ դելեգացիա արեք, թող ինքը շատ ծախսանի։ Բայց դրանից հետո Չինարի գյուղի գյուղապետը, Իջևանի քաղաքապետը ու Հրազդանի քաղաքապետը թող մրցեն։ Թող ասեն ախպեր ես իմ քաղաքը ես եմ սարքած։ Դուք չեք ուզում ես բազմազանություն տեսնել։ Դուք ուզում եք որ վերևում կառավարությունը որոշի, տնտեսությունը որոշեն 2 տասնյակ օլիգարխներ։ Իրաց ուժը չի պատում։ Հնարավոր չէ այդպես երկիր զարգացնել։ Այս ժողովուրդը, այս հանրապետությունը այլևս չի աշխատում։ Ինչ մի գովալու բան է թե աշխատավարձերը բյուջետային շատ են։ Բոլորը երազում են կամ բիզնեսմեն դառնան, մի հատ օլիգարխեր լավ լինեն, կամ էլ գնան դասավորվեն մի լավ աշխատավարձ ստանան, աշխատանք ստանան։ Այսպես բան կլինի։ Այս հանրապետությունը չի աշխատում, իսկ նա պիտի աշխատի։ Ինչպես ենք մենք առանց այս կարդինալ հարցերը լուծելու, առաջ գնալու։ Բյուջետային, տեսեք ես նորից ասում եմ, դուք ասում եք տրիլիոն 200 միլիարդ է, լավ տրիլիոն 200 միլիարդ է, ստարտը տրիլիոն 200 միլիարդ է։ Դուք արեք այն ինչ ես ձեզ ասում եմ, մյուս տարի կլինի տրիլիոն ու կես։ Եվ այստեղ ոչ մի խնդիր չկա,
Այն ձևով որ դուք եք անում, մյուս տարի մենք ավելի պակաս բյուջե, մենք արդեն այս տարի հաստատում ենք այն բյուջեն, որը նախորդ տարիներին մենք նույնիսկ ձեռ ենք առնում, երբ որ 100 միլիարդ էին ավելացնում։ Ի վերջո, մենք հասկանում ենք, որ նախորդ տարիներին բլեֆ էր, այդ հարցը ես բարձրացնում էի, նախկին ֆինանսների նախարարը ասում է մի հատ ինձ ցույց տուր, որ ասում ես 4% աճ ոնց հաստատում, ասում եմ մի հատ մոդել կա այնտեղ։ Չկա այդպես բան։ Հենց այնպես խոսքա որ ասում եմ։ Այն բացառությամբ 2012-ին որ համոզեցին վիճ վարչությունը գրեց դեֆլյատորն իջեցրեց դարձրեց 7.2% աճ, մնացած դեպքերում մենք ունեցել ենք 3-4%։ Դուք ինքներդ համոզվեցիք, որ այդ հեքիաթները, թե նախորդ վարչապետին փող ընտրելը իդերև էլան, երբ որ այցելեցիք վալյուտային ֆոնդ, ձեզ ավելի շատ փող տվեցին, որը հեքիաթներ էր, անեկդոտներ էր, որ պատմում էին, թե պահում են վարչապետին, որտեղ փող է բերում։ Իմիջիայլոց փող բերելով էլ ոչ մի երկիր չի պահվելու, եթե երկիրը չի աշխատում։ Իսկ դուք ստիպում եք, որ երկիրն աշխատի։ Բոլորի նպատակն է ոնց անեմ մի քիչ բյուջետային հատկացում ստանամ։ Այդ բյուջեից մի քիչ, ես չեմ ասում վատ բառ չեմ օգտագործում, բայց այդ բյուջեից մի կտոր ստանան ու կարողանան յոլա գնալ։ Ընդհանուր իդեոլոգիան, որ այսօր մենք ունենք ներկայացված բյուջեով, այդ ընդհանուր իդեոլոգիան առանց չի նախկինի համեմատ։ Ասեմ ձեզ, չափազանցված են պատկերացումները, չնայած ես դրա կողմնակից չեմ, թե Եվրասիական տնտեսական միությանը բանանելը կզսպի մեր զարգացումը, վերջին հաշվով կարող է մի քիչ զսպի, կարող է մի քիչ ազատ թողնի, վերջին հաշվով մեր զարգացումը մեր ձեռքի գործն է։ Բայց ես ուզում եմ այս բյուջեն կարդալով հասկանալ ինչ տնտեսական քաղաքականություն, ինչն առաջ գնալու։ Եվ կներեք, նրանք ովքեր հատված են սոցիալիստորեն մտածելու, ես հարգում եմ գաղափարական այդ տեսակետը, որոնք գտնում են որ կոնցենտրացիան ճիշտ է եւ այլն, ուզում եմ նրանց բոլորին հուշել։ Այսօր լուծումները ճիշտ ռեֆորմների մեջ են, որոնք ինքստիկան կարող է սկզբից լինեն դառը, բայց կստիպեն, որպեսզի այս տնտեսությունը աճի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան։ Ընդամենը մի բան ասեմ, որ մեր աշակերտների փայլուն հաջողությունները միջազգային օլիմպիադաներում ապացուցում են, որ ոչ բոլորն են ուզում դառնալ օլիգարխ եւ բիզնեսմեն։ Իսկ այժմ կառավարության կողմից հանդես կգա էներգետիկա եւ բնական պաշարների նախարար պարոն Երվանդ Զախարյանը։ Համեցեք, պարոն Զախարյան։